Բարև ձեզ։ Ձեզ ինչ էին կանչել։ Որպես մեղադրյալ։ Բայց դուք ԳՀԽ-ի անդամ չեք, չէ՞։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Քարտուղարությամբ եմ զբաղվում։ Նեցեք մեղադրյալ դատական որոշումը չկատարելու այս գործով։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ գտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես քարտուղար ձեր քննության ո՞րն է այդ ժողովի ընթացքում։ Արձանագրում, կազմակերպում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն դուք որոշումների կայացման բացարձակապես։ Գևորգ Սրբազանին թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու, չվերականգնելու, նրան կարդալից անելու հարցերի հետ դուք կապ ունեք։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Ես որոշում չեմ կայացնում եւ որևէ ձև իմ ձայնը այնտեղ չի լսվում, հա։ Ես չեմ խոսում։ Գործի հետ կապված մանրամասնություններին չանդրադառնամ, ելի եմ ասում, մեր փաստաբանները երբ որ ինչ-որ ճիշտ կգտնեն հրապարակել, անպայման կհրապարակեն։ Ես ճիշտ հասկացա, որ ձեզ համար էլ պարզ չէ, թե ձեզ ինչ են կանչել, թե պարզ է։ Պարզ է Կլինի ձեզ այդ համար։ հարցին չպատասխանեմ։ Ձեզ համար պարզ է։ Այո, ինձ համար պարզ է։ Ինչու են ձեզ կանչել։ Չեմ կարող ասել։ Գաղտնիք։ Ես, այո, նախաքննական գաղտնիք է, նախաքննական գաղտնիք է։ Մնացածը մեր փաստաբանները կասեն։ Մեր փաստաբանները կասեն ինչ որ հարկ գտնեն։ Լավ։ Դուք առաջին անգամ եք քննչական հրավիրում։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուրը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուրը բացենք մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա։ Կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է. այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Դե ուրիշներն էլ են գալիս երևի։ Իմ գնահատմամբ սա միանշանակ հակաեկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է։ Իսկ եպիսկոպոսի ժողովի հետ ոնց կապեք սա։ Դուք ինքներդ արդեն շատ լավ կապում եք, էլ ինչ կարիք կա որ ես ասեմ։ Իսկ կարող եպիսկոպոսական ժողովի քարտուղարներով դուք լինեիք։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Բայց հնարավոր է որ նաև դուք լինեիք։ Դեռ որոշված չէր Երկրից անձնակազմը։ բացակայելու արգելք այդպեսի բան դրվեց։ Չեմ կարող ասել։ Վայելը։ Չեմ կարող ասել։ Հնարավոր է որ չկայանալու։ Չեմ կարող ասել։ Ումից սպասենք այդ հարցերի պատասխանը։ Կարծում եմ մեր փաստաբանները Ձեր փաստաբանը չխոսեց։ մեր փաստաբանները ընդհանուր, մենակ ես չեմ այստեղ։ Մեր փաստաբանները ընդհանուր անպայման հայտարարություններ կանեն, կարծում եմ։ Իսկ որպես հոգևորական դուք ումայից եք։ Ես իմ համար զավեշտ է, անկեղծ ասեմ, եւ ցավ եմ ապրում իրականում։ Ցավ եմ ապրում, որ փոխարենը մենք ջանքեր ներդնենք միասնականություն ստեղծելու, միակամություն ստեղծելու, սեր քարոզելու, սեր տարածելու։ Մենք ընկել ենք ինչ-որ մի իրավիճակում, որտեղ մենք մեր հոգևոր գործունեությունը չենք կարողանում իրականացնել։ Հիմա այստեղ լինելու փոխարեն Սրբազանները, ես, ուրիշ բան չունեինք անելու հանունես եկեղեցու, հանունես ազգի։ Դե Գևորգ Սրբազանն էլ էր ուզում ինչ-որ բաներ անել հանուն ազգի, բայց նրան ազատել են թեմի առաջնորդի պաշտոնից եւ զրկել եպիսկոպոսական կարգից։ Գիտեք, մեր եկեղեցին ունի դարավոր ավանդույթ եւ կանոններ, եւ մենք բոլորս ենթարկվում ենք այդ դարավոր ավանդույթին եւ կանոններին։ Մեր համար դա մեր բոլոր տեսակի շահերից վեր է։ Մենք ինչ անում ենք հանուն եկեղեցու։ Իսկ հանուն եկեղեցու անել նշանակում է լինել նախ եւ առաջ միասնական։ Նշանակում է նախ եւ առաջ տեսնել քո աչքի մեջի գերանը, հետո նոր եղբորդ աչքի մեջի փուշը, առավել եւս եղբորդ աչքի մեջի փուշը դեռ ապացուցված չի։ Դե իսկ այս ճնշումները ձեզ կարող են ճանապարհի չեղել, ճամբար փոխել։ Երբևիցե։ Անկամ եթե կալանավորեն ձեզ դուք ձեր Երբևիցե։ փոխեք։ Երբևիցե։ Դե մեսից 3
երեք հայտին դարձավ, որ հոգևորականները այսօր նաև զինվորներում իրենց ծառայությունը չեն կարող կրել, այս մասով ինչ որոշում Այս մասով ես լիազոր մարմին չեմ որ ասեմ, այդ մասով որքանով է նորմալ, որ հոգևորը նաև զորամասերի զինվորություն իմ համար բացարձակապես նորմալ չի։ Բացարձակապես։ Մենք պատերազմի ժամանակ զոհված հոգևորականներ ունենք, անհայտ կորած հոգևորական ունենք։ Ժողովի ժամանակ դուք արձանագրում եք այն ինչ տեղի ունենում։ Այո։ Միայն դա։ Այո։ Եվ կազմակերպչական ունեցել հարցերը։ Այսինքն ինչ փորձեց, ինչ առաջարկեց, դուք արձանագրում եք։ Այո։ Դեռ որոշում կայացնելիս կան նման ավանդույթ թե ոչ։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները իրավունք ունեն որևէ հարցի շուրջ քվեարկություն անելու, բայց միայն անդամները։ Դուք չեք էլ քվեարկում բանաբար։ Ես ուղղակի ֆիքսում եմ։ Զուտ ֆիքսելու համար ես կանչել եմ։ Չգիտեմ, այդ կարակ իրանց հարցնեք ասեն ինչ են կանչը։ Այսինքն ձեզ համար բարձ չէ ինչ են կանչել։ Գիտեք, մենք բոլորս կարանք ունենանք մեր ենթադրությունները, պատկերացումները, բայց քանի դեռ գործը նախաքննության ընթացքի մեջ է, վերջնական որևէ բան ասել կարծում եմ ուղղակի իմ կողմից տեղին չէ։ Ես խնդրում եմ հիշեցնել ձեր ազգանունը։ Տեր Մովսես Քահանա Սահակյան։